Հալելույա մեր թագավորին, մեր հիասքանչ, ամենակարող, զորավոր Աստծուն։ Հալելույա։ Ուզում եմ շատ բարձր, բայց բացականչես նրան։ Հալելույա։ 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 Գիտեք, սիրելիներս, Հռոմեացիների 8-րդ գլխում 35 խոսքից Պողոս առաքյալը ասում է. Աստված մանավանդ, որ իր որդուն տվեց իմ եւ քո համար, էլ ինչ կխնայի, նա ոչինչ չի խնայում։ Շշվի կողքին ասա, նա ոչինչ չի խնայում։ Ասա, նա ամեն բան ա տվել քեզ, ամեն բան, ամեն բան։ Հիսուսը խաչի վրա, տառապանքի մեջ ասավ, ամեն բան կատարվեց։ Նա ամեն բան կատարել է քո կյանքում։ Ուզում եմ բարձր բացականչես Հիսուսի։ Հալելույա։ Ամենակարող մեր Աստծուն, նա ամեն բան կատարել է։ Եթե այսօր քո կյանքում կան հիվանդություն, եթե կա խնդիր, եթե կա պրոբլեմ, սիրելիս դու չես ճանաչում ով է քո Աստվածը։ Նա քո բժիշկն է։ Նա քո, եթե կա ֆինանսական խնդիր, նա քո Եհովա Իրեն է։ Ամեն, Աստված ասում է քո ամեն մի հոգսը տուր ինձ, ես կբերեմ պատասխան քո բոլոր հոգսերին։ Դու պիտի այսօր ճանաչես ով է քո Աստվածը։ Նա այն Աստվածն է, որ ջուրը ճեղքում է։ Ամեն։ Նա այն Աստվածն է։ Գիտես, նա Հիսուսը Հռոմեացիների 13 գլխում ասում է Հիսուսը նույնն է երեկ, այսօր ու հավիտյան։ Ու այն Հիսուսը, որ հրաշքներ էր անում, բժշկություններ, հարություններ տալիս, նույն Աստվածը այսօր այստեղ է։ Նա եկել է պատասխաններով։ Նրա զորությունը այստեղ է քեզ կյանք տալու։ Նրա զորությունը այստեղ է բժշկելու։ Նրա զորությունը այստեղ է, որ դու քո հրաշքը վերցրած գնաս քո տուն։ Լսում ես, ով ունի խնդիր, ով ունի հիվանդություն։ Սիրելիս, նրա զորությունը այստեղ է, որ բժշկի քեզ։ Ամեն, բժշկությունը միայն չի լինում մարմնի սֆերայում, նույնպես հոգու շնչի։ Սատանան շատ անգամ հարձակվում է մեր զգացմունքների վրա, բերում է հիասթափություն, մերժվածություն։ Այսօր Սուրբ Հոգին այստեղ է, որ քեզ ազատ արձակի։ Բարձր Հիսուսին բացականչի։ Հալելույա։ Հալելույա։ Ու մենք պիտի աղոթենք, որ նրա զորավոր ներկայությունը շարժվի այսօր իր տան մեջ, որ դու այսօր այստեղից գնաս Աստծուն հանդիպած, քո կյանքը փոխված։ Համաձայն ես։ Հիմա անջատում ենք մեր բոլոր բջջային հեռախոսները։ Խնդրում եմ, սիրելի Աստծո ժողովուրդ, սիրելի քրիստոնյա, սիրելի Աստծո մարդ, անջատիր քո հեռախոսը։ Խնդրում եմ։ Ուզում եմ բարձրացնես քո ձայնը։ Ու մենք սկսենք աղոթել։ Աղոթում ենք Սուրբ Հոգով։ Սուրբ Հոգով։ Շեբերա բանդա փերո բոնդո կորա բանդա բեյա։ Շեբերա փերա 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 փե։ Շեբտա բոնդա փենդա փարա բանդա բարձրացա ձայնը։ Եկեղեցի բարձրացա քո ձայնը։ Աղոթում ենք Սուրբ Հոգով։ Շեբերա փերա բոնդո կորա բանդա կեմբաչե։ Շեբերա փերա 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 փեմբո։ Մենք ջախջախում ենք սատանայի խավար ծրագրերը, խավար գործերը։ Մենք ասում ենք, Տեր հայտնիր քո փառքը։ Հայտնիր քո փառքը։ Հայտնիր քո փառքը այսօր քո տան մեջ, Տեր։ Հայտնիր քո փառքը։ Հիսուս իմ թագավոր, իմ Տեր, զորքերի Տեր, Եհովա Սաբաոթ։ Հայտնիր քո փառքը այսօր քո տան մեջ։ Հայտնիր քո փառքը։ Ես աղոթում եմ, Տեր, որ դու այցելություն անես քո ժողովրդին, որ դու բժշկես, ազատ արձակես, քանտես կապանքները, շղթաները, քանտես անեծքը, տոհմական, ժառանգական։ Այսօր թող քո ժողովուրդը գնա քո տնից, ուրախ, երջանիկ, օրհնված։ Հալելույա, որովհետև դու ես մեր Տերը։ Դու ես մեր Աստվածը։ Դու ես մեր թագավորը։ Հալելույա։ Փառքես հավիտյան։ Հալելույա։ Հալելույա։ Դու սքանչելի ես Տեր, ամենակարող։ Հալելույա։ Հալելույա։ Դու սքանչելի։
Հալելույա Երկիշ դու սքանչելի ես Հալելույա Բարձի սրքերդ Հալելույա Hallelujah, 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 hallelujah. Տպավորությունը նենց ա որ տարածքի լույսերը տվին, բայց մերը տարան Հալելույա Ակտիվացի նրա փառաբանության ժամանակ Միացու քո շունչը, միացու քո ձայնը, միացու քո մարմինը Սիրմեցանի նրան Սքանչելի ես Դու սքանչելի ես ամենակարող Հալելույա Հալելույա Դու սքանչելի ես ամենակարող Հալելույա Հալելույա Թփուկներով դուք Հալելույա Շատ դժվար է Հալելույա Hallelujah, 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 hallelujah. Հիմա ես ուզում եմ քո երկու կողքի կանգնացնեն, ասում ես լսիր ինձ, պատրաստ ես միասին, ցույց տանք ոնց է նա մեզ պաշտպանում։ Գիտես նա ոչ միայն քո կողքին է, նա քայլում է քո առջևից։ Նա շրջապատում է քեզ իր սիրով, իր ողորմությամբ, իր շնորհքով։ Ով է պատրաստ հիմա։ Ցույց եք տալիս, որ նա մեզ պաշտպանում է առջևից, ետևից, եւ աջից, եւ ձախից, պահում ես ինձ, Պահում ես ինձ, պահում ես ինձ, դու հավատում ես։ Արջևից, ետևից, եւ աջից, եւ ձախից, պահում ես ինձ, պահում ես ինձ, պահում ես ինձ, Քո ձայնը Արջևից, ետևից, եւ աջից, եւ ձախից, պահում ես ինձ, պահում ես ինձ, պահում ես ինձ, Սա քո հավատքի քայլն է։ Ուզում եմ երկու հոգու հրես, ասա, մի նայիր, ոչինչ չի փոխվելու, պետք է սկսես մեզ հետ անել։ եւ ձախից, պահում ես ինձ, Ով է ուզում իր կյանքում ինչ-որ մի բան փոխվի։ Ինչ ասում են նրա սոտան մեջ։ ետևից, եւ աջից, եւ ձախից, Պահում ես ինձ։ պահում ես ինձ, պահում ես ինձ, Եկեղեցի։ Արջևից, ետևից, եւ աջից, եւ ձախից, Պահում ես ինձ։ պահում ես ինձ, պահում ես ինձ, Դու սքանչելի ես ամենակարող Հալելույա Հալելույա Դու սքանչելի ես ամենակարող Հալելույա Հալելույա, Երկիշ Հալելույա Հալելույա, 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 Թոնս է քո ձայնը Վարձացու ձեռքերը Միասին Կան երկրպագուներ Պարզում ենք մեր ձեռքերը և միասին միաբանության մեջ Նորից, եղբայրերը նույնպես Եվս մեկ անգամ նորից Հալելույա, Եհովա իրե Եհովա Ռաֆա, Դու մեր բժիշկն ես Եհովա Դու մեր փրկիչն ես Եհովա Ռաֆա, Մեծարին իրան Եհովա իրե, Եհովա Ռաֆա, Եհովա իրե Եհովա Ռաֆա, Եհովա դու ես բարձրալ Ալարկա, Վերես դու ամենի Վերես դու ամենի, Եհովա դու ես բարձրալարկա, Վերես դու ամենի Վերես դու Քո ամենի, ձայնը Եհովա Թողնս վիծապերի ձայնը Եհովա դու ես բարձրալ Իսկ հիմա պատրաստ ես Վերես դու Մեծարին իրան Եհովա իրե Եհովա Ռաֆա,
Կարող ես ողջ փառքերը բարձրացնել Տերերի Տիրոջը։ Հալելույա։ Ողջունում եմ բոլորիս։ Աստված բոլորիս պահապանն է ամեն ժամանակ, ճիշտ է։ Ամեն։ Այսօր խոսելու եմ տասանորդի եւ զոհի մասին, ինչպես միշտ։ Իսկ թվում է ոչ մեկի համար դա նորություն չի, բայց կկիսվեմ այն խոսքով, որը ինձ համար եղել է նորություն ու հայտնություն։ Եկեք միանգամից անցնենք հենց Աստվածաշնչից, բացենք Մաղաքիա, 2-րդ գլուխ, կարդալու ենք 13-րդ խոսքից։ Տիրոջ նա այլևս չի նայում ընծային եւ հաճությամբ չեն ընդունում ձեր ձեռքից, որովհետեւ ծածկում եք արտասուքով Տիրոջ սեղանը։ Ինչպես ենք սա հասկանում, օրինակ սա ինձ համար հայտնություն էր, քանի որ մենք երբեմն Աստծուն տալիս ենք, սակայն մենք ինչ-որ լաց ու կոծով ենք դա անում, մեզնից կտրելով ենք տալիս ու դրա համար մենք շատ ենք նեղվում, բայց մենք գիտենք, որ Աստված մեզ համար էլ ավելին է պատրաստել, ուրեմն պետք չի այդ ամեն ինչը անել արտասուքով, լաց ու կոծով, քանի որ մեր Աստված մեզ համար ավելին է պատրաստել, մենք իրավունք ուղղակի չունենք այդ ամեն ինչը արտասուքով անենք, որտեղ Աստված հենց ինքն է ասում, որ ինքը դրան հաճությամբ չի նայում, պետք չի այդ ամեն ինչը անել արտասուքով, լաց ու կոծով, եւ ուղղակի հավատքով սպասենք մեր Աստծո պատասխանին, անենք մեր զոհը եւ ինչպես որ օրենքն է ասում, տանք մեր տասանորդը։ Ու ըստ դրա բացենք նաեւ 2-րդ օրինաց 28-րդ գլուխ, կարդալու ենք 8-ից 9-րդ խոսքերը։ Ինչպես ասեցի, Աստված մեզ համար միշտ պատրաստել է էլ ավելին, նույնիսկ մեր պատկերացրածից ավելին։ Ես նույնիսկ կարող եմ իմ կյանքից վկայություն բերել, երբ որ ինձ թվում է, թե ամեն ինչ արդեն լավ է, ունեմ աշխատանք, իմ գումարը ինձ բավականացնում է, բայց մեկը ես գիտեմ, որ Աստված հաստատ ավելին է ինձ համար պատրաստել, ու ինչ որ անհայտ ինչ որ տեղից, նույնիսկ ինձ համար անհայտ, Աստված ինչ որ գործնական առաջարկ է ինձ ուղարկում ու ես դա վստահ կարող եմ ասել, որ դա միայն Աստծուց է, որովհետև երբ որ դու ամեն ժամանակ հավատարիմ ես մնում քո տասանորդի քո զոհի մեջ, Աստված անպայման իր պատասխանն է իջացնում ու նույնիսկ եթե դու չես մտածում, որ այդ ժամանակ դու էլ ավելին կունենաս, նույնիսկ եթե գոհ ես քո ունեցածից, Աստված քեզ համար ավելին է պատրաստել ու դու հաստատ կունենաս էլ ավելին։ Ու ամեն ժամանակ պետք է գոհանանք, կապ չունի մենք ունենք ավելին, թե չունենք, որտեվ հաստատ Աստված մեզ համար էլ ավելին է պատրաստել։ Ու կարդանք հենց 8-րդ խոսքից, 2-րդ օրինաց 28-րդ գլուխ 8-րդ խոսքից։ Եհովան օրհնությունը կուղարկե քեզ քո շտեմարաններում եւ քո ամեն ձեռնարկելու բաներում եւ քեզ կօրհնե քո Եհովա Աստծու քեզ տված երկրումը, ինչպես որ քեզ երթում է արել, եթե քո Եհովա Աստծու հրամանները պահես եւ նրա ճանապարհներում գնաս։ Ամենակարևորը ինձ թվում է հենց այս վերջի հատվածն է, որ եթե դու մնաս Աստծո ճանապարհների վրա ու Աստծո ճանապարհներով գնաս ու իր բոլոր օրենքներն ու հրամանները պահես։ Սակայն պետք է հիշենք, որ թեկուզ հենց տասանորդը, որ մեզ համար օրենք է, պետք չի անել ուղղակի մարդկայնորեն, ինչպես սովորություն, այլ պետք է անել սիրուց։ Ու ինչպես գիտենք, Հռոմեացիներում գրված է, որ օրենքի լրումը հենց սերն է։ Այսինքն ամեն բան պետք է անենք միայն սիրուց, մեր Աստծո սիրուց ու այն խոնարհությամբ, ինչի մեջ որ մենք կանք, ինչի մեջ որ մեր Աստված ասում է, որ մնանք հենց խոնարհության ու սիրո մեջ։ Իսկ հիմա պատրաստ ես այն զոհեն, ընծան, որ դու պատրաստել ես քո Աստծո համար, բարձրացնես քո Տիրոջը։ Ամեն։ Եկեք միասին մեր ձայնը բարձրացնենք տասանորդի, զոհի վրա ու հոգսերի վրա։ Բարձրացրա քո ձեռքը, եկեղեցի աղոթենք։ Իմ Աստված, խնդրում ենք, որ քո օրհնությունները իջացնես իմ արքաջան, այս տասանորդի ու զոհի վրա իմ արքաջան։ Քո պատասխանը իջացնես ամեն մեկի զոհի վրա իմ արքաջան, ովքեր որ սպասումով եկել են իմ արքաջան։ Քո պատասխան ուղղակի իջացնես իմ արքաջան ու այն ժամանակը, որ դու հատկացրել ես իմ արքաջան, այն ճիշտ ժամանակը, հենց այդ ժամանակ իմ արքաջան, քո պատասխանը իջացնես, որովհետև դու գիտես ճիշտ ժամանակը իմ արքաջան։ Հալելույա, եւ մենք աղոթում ենք ամեն հոգսի համար իմ արքաջան, թող որ ամեն հոգս ուղղակի չլինի էլ մեզնից ոչ մեկի կյանքերի մեջ իմ արքաջան, որ ամեն հոգսի վրա իջացնես քո պատասխանը իմ արքաջան, որ ամեն մեկը ուղղակի այդ պատասխանը տեսնի ու ամեն ժամանակ ողջ փառքը, պատիվը, մեծարանքը բարձրացնի միայն քեզ իմ արքա։ Հալելույա, բարձրացրա ողջ փառքը Տերերի Տիրոջը։ Ամեն։ Հալելույա։ Միայն նա արժանի
ողջ փառքի, ողջ պատվի, ամեն, եւս մեկ անգամ ծափարի նրան բարձր։ Հալելույա։ Գիտես հիմա քեզ պետք է որ խոնարհվես նրա ներկայության մեջ։ Կանչի նրան սրտանց։ Ամբողջ ուժով։ Ասա ես ունեմ քո կարիքը։ Դու պետք է սից։ Սուրբ Հոգի։ Հալելույա, քերամա սանտալարամաջո։ Kibaramando comandala la matara, Kilara macele matara, ma sondolo matara, Irene mandala la macera, ma santala la malosa, Kibiri mindolo la machala, Sumenkes, Ko ache, Zangi chas, Imte, Hans Vumenkes. It's Qatar, yeah, more than it's kiss, Zarabem kiss, aside Zarabem kiss, Zarabem kiss, Hans a woman, yet Karpagin around, Ilema Sala Lamata, Kelema Kala Lamasoya, Kirimendo Lomachai, Kirimila Lama Santa Lamade, what's a Tukutani, you can find Kirimila Santa Lamade, Kirimila Mandolo Lomachai, because the moon make me a kiss, as the moon make me a kiss, oh, my Santa Lamachai Lamade, Koshtorko, Yevan Saman Siro, let's Hokis, Zarabem kiss, Zarabem kiss. Yes, get them more is the summons, yes, yes, get them for it's the summons, there's Hosinse, Spasumem kiss, Spasumem kiss, Hans Nabume. Hans Nabume, Kezemuz um desne, Zus turko Hans Nabume, Hans Nabume, Kezemuz um desne, Zus turko Hans Nabume, Kezemuz um desne, Zus turko parka, Yelos mekan kam, Hans Nabume, asay schos keren eran, Hans Nabume, Kezemuz um desne, Kezemuz um, Zus turko parka, mekan kam elkish, Hans Nabume, Jesus, Kezemuz um desne.
քեզ եմ ուզում ցույց տուր քո փառքը Բարձր ձեռքերը հանձնվում է հանձնվում է քեզ եմ ուզում տեսնել ցույց տուր քո փառքը մեկ անգամ հանձնվում է բարձրացուցային քեզ եմ ուզում տեսնել ցույց տուր քո փառքը քեզ եմ ամատայս երեմ սանտալարամա ջոես իլելելեմ սանտալարամա ջե Hallelujah. Hallelujah. Թանկագին Սուրբ Հոգի մենք ուզում ենք տեսնել քեզ այսօր մենք ուզում ենք տեսնել այստեղ քո փառքը քո փառքը քո փառքը մենք ուզում ենք տեսնել քեզ մենք հանձնվում ենք եւ ասում ենք որ առանց քեզ կյանք չունենք առանց քեզ մենք ոչ մի բան չենք կարող անել առանց քեզ մենք չենք կարող ապրել մենք ուզում ենք տեսնել քեզ մենք ուզում ենք տեսնել քո փառքը այստեղ Տեր մենք հանձնվում ենք մենք հանձնվում ենք եւ ասում ենք դու երև այսօր մեր կյանքերի մեջ դու շարժվիր այսօր մեր կյանքերի մեջ Սուրբ Հոգի Սիրիս բարձրացա քո ձեռքերը բարձրացա քո ձեռքերը պիտի երկրպագես նրան ասես որ դու հանձնվում ես մենք ուզում ենք տեսնել քեզ երկրպագիր նրան ասա որ դու հանձնվում ես ասա որ դու առանց նրա ոչ մի բան չես կարող անել ասա որ դու առանց նրա կյանք չունես առանց երաշտության
Ուզում եմ լսել եկեղեցու ձայնը։ Համարցակ սիրելիս, համարցակ, բարձրացրակ քո ձայնը։ Ես քանդում եմ այստեղ ամեն թմրած վիճակը, ամեն մոլորությունը։ Ես քանդում եմ կախարդության ուժը։ Բարձրացրակ քո ձայնը, կանչիր նրան։ Ուզում եմ ես լսել բոլորի ձայնը, բոլորի ձայնը, բոլորի ձայնը։ Մեկ անգամ եւս եկեղեցին միայն առանց երաժշտության սիրելիս բարձրացրակ քո ձայնը փակիր աչքերդ ոչ մեկի մի նայի քո անկեղծ սրտից երկրպագիր նրան սիրելիս եկեղեցի որ մտնում ենք մենք պիտի այստեղից չոր ու ցամաք դուրս չգանք մենք այստեղից պիտի դուրս գանք թրջված նրա ներկայությունը վայելած բարձրացրա հիմա քո ձայնը սիրելիս երկրպագիր նրան իսկ հիմա պիտի երկրպագես քո անկեղծ սրտից քո անկեղծ սրտից կանչիր նրան հիմա երաժշտությունը թող միանա մեզ Քո անկեղծ սրտից երկրպագիր սիրելիս հասկանալով ցույց տուր քո պարկը հասնվում է Ինչ իրավիճակներ կան այսօր քո կյանքում դու ասա որ դու հասնվում ես այդ ամենը բեր նրա ոտքերի առաջ Կանչիր սիրելիս Մենք հասնվում ենք Մենք քո կարիքը ունենք Ցույց տուր քո պարկը Քո սահմաններից դուրս այ այդ ձևից երկրպագիր Քեզ եմ ուզում տեսնել Մենք ուզում ենք քեզ տեսնել Մենք ուզում ենք քեզ տեսնել Մենք ուզում ենք քեզ տեսնել Քանդի այստեղ ամեն կրոնը Քանդի այստեղ ամեն ձևը Քանդի այստեղ կախարդության ուժը Հիմա նրանք, ովքեր աղոթում են լեզուներով, ուզում տեսնել քո ձեռքը, ուզում տեսնել քո ձեռքը, հիմա բացում ես քո բերան ու սկսում ես աղոթել լեզուներով, շատ զորավոր ձևով, Քիդորոբոբորոբո սոդոլոբորոբո շոնդա, Հիդալարաբա ջեդերեբեսնդա, Քիդոլոբորոբո ջեդերեբրեբեսնդա, Հիդոլոբորոբո ջեդերեբեշոմբա, Հիդալարաբա ջեդերեբերեբեկանդա, Հիդոլոբրոբո ջեբերեբե ջեդերեբրե, Հիդորոբո ջոբորոբո սոնդա, Ես քանդում եմ այստեղ հակա Քրիստոսի ոգու ուժը, Ես քանդում եմ այստեղ կախարդության ուժը,
Ես քանդում եմ այստեղ մոլորությունը։ Ես քանդում եմ այստեղ թմրությունը։ Հիդորապաճա դորապաշանդո։ Հիդալաբարապաճա դերեվեշամբա։ Հիդոլաբարադոջեյա։ Դուրս արի քո սահմաններից։ Դուրս արի քո սահմաններից։ Հիդալաբարապաճա բարապաշամբա։ Hidalabarabacca darabashamba. Hidalabarabacca darabashamba. Hidalabarabacca barabashamba. Hidalabarabacca barabashamba. Hidalabarabalara cederebashamba. Hidalabarabashamba. Hidalaraccalarabashamba. Zoravorteva matiragol kimech. Matiragol kimech. Matiragol kimech. Hidarebeberebashamba. Hidalabarabacca barabashamba. Kaxarducandu. Kaxarducandu. Դուրս այս վայրից! Դուրս այս վայրից! Հիդորապաճա բարապաշամբար! Հիդալարապաճա դալաբարապաշամբար! Հիդոլաբարապաշամբար! Հիդոլաբարապաշ, ուզում լսել քո ձայնը, ուզում լսել քո ձայնը։ Բարձրացու քո ձայնը։ Ամենակարևորը դալեզուների աղոթը, որ դու սկսես բարձր աղոթ ես։ Շատ բարձր աղոթին հիմա։ Դուրս վրընդիր հիմա քո կյանքից։ Դուրս վրընդի կախարդության դուխը, որը քեզ պահում է շղթաների մեջ, որը քեզ պահում է մոլորության մեջ, որը քեզ պահում է շղթաների մեջ, չի թույլ տալիս, որ դու առաջ գնաս։ Հիդորապաճա բարապաշամբա, հիդալարապաճա բարապաշամբա, հիդալաբարապաճա դարապաշամբա, հիդալարապաճա դերեպաշամբա։ Հիմա վերցրա այդ գավազանը, այդ խարասանը, ու պիտի քանդենք ամեն մեկս մեր կյանքում կախարդության ուժը, կախարդության ուժը, կախարդության ուժը։ Ուզում լսել քո ձայնը։ Շիդոլաբարաբա, չիդորաբաշա բարաբասամբա, քիդալարաբաճա դալարաբաճա բարաբաշամբա, հիդոլաբարաբա չիդակրեբաշամբա։ Վերցրա խարազանը, վերցրա հիմա, քիդորաբաճա բարաբաշամբա։ Ես քանդում եմ կախարդության ուժը, Քեքրիդը չէ, քանդիր հիմա քո կյանքից։ Հիդորապաճա բարապաշամբա, հիդոլաբարաբա, լեզուներով բոլորս, հիդալարապաճա բերեվեշամբա, հիդալաբարաբաճա դարապաշամբա, հիդալարադա բարապաշամբա, հիդոլաբարաբաճամբա, հիդալարաջալարապաշամբա, Հակա Քրիստոսի ոգի, դուրս հանի քո կյանքից, դուրս հանիր, պատերազմիր, չիդոլարապաճա բրապաշադալապաճայա, հանդի շղթաները, շիվարապաճա բարապաշամբա, հանդի շղթաները, մտիր պատերազմի, Հիդոլաբարապաճա բարապաշադալայա, Հիդոլաբարապաճա բարապաշաբրապասամբա, Հիդալարաբարապաշամբա, համաձայն չեմ, սիրելիս, դու պիտի աղոթես կռիվա, հոգևոր կյանքը, հիմա մենք աղոթում ենք, պատերազմի մեջ ենք, սիրելիս, դու պիտի ներդնես քո ամբողջ ուժը, եռանդը, հենց այնպես չենք սենց օրորվում, շորորվում, շատ կարևոր է, սիրելիս, ջերմեռանդ աղոթքը, բարձրացու հիմա քո ձայնը, գիտես սատանան այսօր բերել է քո կյանքում թմրություն, մոլորություն, կախարդված ես դու այսօր, սատանային հաջողվել է կապի քո թևերը, սատանային հաջողվել է այսօր հանի քո աչքերը, որ դու չտեսնես, քո թևերը, որ դու չաղոթես, որ դու չպատերազմես, որ դու չկռվես, բարձրացու հիմա քո ձայնը, բարձրացու քո ձայնը, շիդորապաճա բարապաշամբա, դուրս հանի քո կյանքից, քո ընտանիքից, սատանայի բերած խնդիրները, իրավիճակները, հդերեպաճա բարապաշամբա, պատերազմի կռվիշ, Հիմա վերցրու այդ երկսարի սուրը ու հենց որ ասում եմ քանդվի կախարդություն, բոլորս է քանդում ենք մեր կյանքերում։ Ասեմ դու քեզ համար ես աղոթելու, ինձ համար չես աղոթելու։ Հիմա բարձրացու քո ձայնը,
Բարձրացնում ես քո ձայնը, միաբան։ Շիդո ռոբոսո բորոբոշնա։ Վերցրու այդ խարազանը, այդ եկսայի սուրը, որը քանդում ամրություններ, որը քանդում է պարիսները։ Բարձրացա քո ձայնը, բարձրացա քո ձայնը։ Ես քանդում եմ կախարդության ուժը, կախարդության ուժ։ Քանդվիր, քանդի հիմա քո կյանքում, քանդիր, 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 քանդիր։ Մի կանգնի, սիրի շարունակիր։ Փակիր աչքերդ ոչ մեկի մի նայի։ Շիդալաբարաբաջաբարաբաշամբա։ Շիդալաբարաբաջիբորոբաշամբա։ Շիդալարաբաջաբարաբաշամբա։ Հեդերեբեջեբերեբեշամբա։ Եղիր ազատ։ Պատերազմի մեջ լինում են ազատ։ Ոգրեչերե։ Շիդալաբարաբաջաբարաբաշամբա։ Շիդալաբարալարաջեբերեբեշամբա։ Ոգրեչերե։ Լոբրիաչեա։ Հիմա թմրությունը, քանդիր, քանդի քո կյանքում, թմրությունը, պատերազմի դուրս մրընդիր, շիբարաբաճաբարաճայա, կուգոլարաբաշամբա, կեդալարաջարալաջայա, կուգոլարաբաճաբարաբաշամբա, կուգոլարաբաճաբարաբաշամբա, կուգոլարաջարալաջայա, Բարաբաշամբա, հիդալարադալարաբասամբա։ Սիրելիս, ես ուզում եմ, մի բա կանգ առնես, մի բա, հիմա նայ քո կյանքին, նայ քո ընտանիքին, քեզ դուր ա գալիս, այդ խնդիրների հետև այսօր թաքնված է սատանան։ Ու նա ուզում է, սիրելիս, ոչնչացնի քեզ։ Նրան հաջողվել է կոտրել, ջարդել, փշել քո նախնիների կյանքը, քո ծնողների կյանքը։ Նա հիմա ուզում է ներգրավի, ներխուժի քո կյանքը ու ոչնչացնի քեզ։ Ոչնչացնի, ավիրի քո կյանքը։ Դու պետք է ուժեղանաս, սիրելի քրիստոնյա։ Բարձրացա քո ձայնը, մենք պետք է աղոթենք նորից։ Պատերազմ ասա հիմա։ Դու հիմա պիտի կռվես, խլես, պոկես։ Այն ինչ որ քեզ ա պատկանում։ Քեզ ա պատկանում օրհնությունները, քեզ ա պատկանում հաջողակ կյանքը, քեզ ա պատկանում երջանկությունը, ուրախությունը։ Քեզ պետք է գրոհես, քեզ պետք է գրավես։ Հեդրիդը շեալայա, բարձասա քո ձայնը, շիդորը դալայա ջայա, հիմա սա ետուր, ինչ որ ես ամականում, ետուր, բանջի հետ վեցրա, Քորողջությունը, վերցրա, Թանկագին Սուրբ Հոգի, հիմա պետք չաղոթես, ասա ես հրաժարվում եմ տոհմական անեծքից, այն դևերը,
որ ոչնչացրել են իմ նախնիներին, իմ ծնողներին, ես հրաժարվում եմ իրանցից Հիսուս Քրիստոսի զորավոր անունով ես ասում եմ ինչ որ կա իմ կյանքում ամեն անեծք ես ասում եմ դուրս իմ կյանքից համարձակ ասա, վստահ ասա, մի վախենա, դուրս վրանդի նրան քո կյանքից, Թանկագին Սուրբ Հոգի, հիմա փակիր աչքերդ ու սպասի Սուրբ Հոգու հպմանը, փակիր աչքերդ, թանկագին Սուրբ Հոգի, թանկագին Սուրբ Հոգի, շարժվիր այնպես ինչպես որ դու ես ուզում քանդի այստեղ ամեն անեծքը քանդի կախարդության ուժը այստեղ ես քանդում եմ հակաքրիստոսի ոգու ուժը այստեղ որտեղ Տիրոջ հոգին այնտեղ ազատությունը Սուրբ Հոգի թանկագին բեր քո ազատությունը դեր Ես զգում եմ հիմա նրա ներկայությունը շատ զորավոր ձևով պիտի շարժվի։ Մնա նրա ներկայության մեջ։ Թող քանդվի կախարդության ուժը։ Այն դևերը, որ մարդկանց պահում են, գերության մեջ, շղթաների մեջ, կապանքների մեջ, հիվանդությունների մեջ։ Ես հրամայում եմ Հիսուս Քրիստոսի զորավոր անունով։ Դուք տանջանքի տևեշ Թող գա Սուրբ Հոգու ազատությունը Պետք չի աղոթեք ուղղակի փակիր աչքերդ ու սպասի Սուրբ Հոգու հպմանը Եղիր ազատ Սուրբ Հոգու համար Թող քանդվի ամեն սխալ մտածելակերպ ամեն բերտամրություն ինչ որ ժառանգել ենք Այն դևերը, որ թաքնված են մարմնի մեջ, բերելով հիվանդություններ, ես հրամայում եմ Հիսուս Քրիստոսի զորավոր անունով, թող գա Տիրոջ ազատությունը, փակեք ձեր աչքերը, մնացեք Աստծո ներկայության մեջ, այն դևերը, որ քնած են ու սպասում են իրենց ժամանակին, ես անհանգստացնում եմ ձեզ, Հիսուս Քրիստոսի զորավոր անունով որ դուք լքեք այս տարածքը թանկագին Սուրբ Հոգի հիմա քո ժամանակն է Տեր որ դու շարժվես Տեր շարժվիր Սուրբ Հոգի եղիր ազատ սիրելիս ոչ մեկի մի նայի փակիր ուղղակի աչքերդ ու Սպասի Սուրբ Հոգու հպմանը Սուրբ Հոգի կյանքի հոգի հպվիր Տեր քանդի ամեն կախարդանքը այստեղ ամեն կախարդանքը թող քանդվի այստեղ եղիր ազատ սիրելիս մի թաքցնի ոչ մի բան Սուրբ Հոգու ազատությունը թող գա Տիրոջ ազատությունը Հիմա կհնչի երաժշտությունը Կան մարդիկ այստեղ ես զգում եմ Արի դու պիտի այսօր ազատագրվես Մնացեք Աստծո ներկայության մեջ Թող քանդվի հպարտության դուխ այստեղ Սուրբ Հոգի հպվիր Տեր ամեն մեկին ամեն գերությունը թող վայրը գնի ամեն գերությունը
թող վայրը գնի։ Սուրբ Հոգի, Սուրբ Հոգի, շարժվիր Տեր, շարժվիր Տեր, մենք սպասում ենք Քեզ, մենք սպասում ենք Քեզ Սուրբ Հոգի, մնա Նրա ներկայության մեջ, մնա Նրա ներկայության մեջ, ես քանդում եմ այստեղ մահվան անեծքը, մահվան անեծքը, կան այստեղ մարդիկ, որ դու անընդհատ ունենում ես մահվան մտքեր, արի առաջ, պիտի քեզ համար աղոթենք, դա քո մտքերը չեն, դա քո մտքերը չեն, կան մարդիկ, այդ մտքերը քեզ հանգիստ չեն տալիս, դու հանգիստ ու խաղաղություն չունես, արի առաջ, Սուրբ Հոգի թանկագին, 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 շարժվիր այնպես ինչպես որ դու ես ուզում ես, այնպես ինչպես որ դու ես ուզում ես, ես ուզում եմ տեսնեմ ոնց այսօր սատանան փայլակի պես վայր նետվում, սատանան ոնց է փայլակի պես վայր նետվում այսօր, անգամ կան ծառայողներ, դու ունես այդ մտքերը, դու ունես անխաղաղություն քո ներսում, արի առաջ,
շարքերում են սիրելիս։ Փակիր աչքերդ, ոչ մեկի մի նայի։ Մի լինի հանդիսատես։ Խնդրիր, թող Սուրբ Հոգին հիմա հպի քեզ։ Փակիր աչքերդ, ով ուզում ա լինես, փակիր սիրելիս։ Մեջի զրուցեք։ Մնաս ու ներկայության մեջ։ Սուրբ Հոգին, Սուրբ Հոգին, Սուրբ Հոգին, շարժվիր այնպես, ինչպես դու ես ուզում տես։ Սիրելիս, մնա Սուրբ Հոգու ներկայության մեջ։ Նրանք, ովքեր այստեղ կանգնած են, փակիր աչքերդ, սիրելիս։ Սպասի Սուրբ Հոգու հպմանը։ Նրանք, ովքեր նստած են շարքերում, Սուրբ Հոգի թանկագին հպվիր։ Թանկագին Սուրբ Հոգի հպվիր Տեր։ Քանդիր կախարդության ուժը։ Թող քո ժողովուրդը սկսի տեսնել, հասկանալ։ Հանիր այդ քնած վիճակից, մրափից։ Սուրբ Հոգի թանկագին։ 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 Փակիր աչքերդ, մնա նրա ներկայության մեջ։ Նրա ներկայության մեջ։ Կյանքի հոգի, 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 կյանքի հոգի,
Սիրելիս, փակիր աչքերդ, ոչ մեկի մի նայ։ Ոչ մեկի մի նայ։ Փակիր աչքերդ, եղիր ազատ Սուրբ Հոգու ներկայության մեջ։ Եկեք առաջ։ Եկեք առաջ։ Մնացեք Սուրբ Հոգու ներկայության մեջ, փակիր աչքերդ, ոչ մեկի մի նայ։ Թանկագին Սուրբ Հոգի։ Թանկագին Սուրբ Հոգի։ Թանկագին Սուրբ Հոգի հպվիր Տեր։ Քանդի ամեն կախարդանքը իրանց կյանքում։ Քանդի ամեն մոլորությունը, քանդի ամեն թմրությունը։ Բացի իրանց աչքերը Տեր։ Թող սկսեն տեսնել, հասկանալ։ Տեսնել, հասկանալ։ Սուրբ Հոգի հպվիր Տեր։ 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 Հպվիր Սուրբ Հոգի։ Հպվիր Սուրբ Հոգի։ Հպվիր Սուրբ Հոգի։ Սուրբ Հոգի հպվիր։ Մնացեք Սուրբ Հոգու ներկայության մեջ։ Արա այն ինչ որ դու ես ուզում Տեր։ Մնա պետք չի հիմա աղոթես, պետք չի աղոթես, ուղղակի փակի աչքերդ։ Մենք չենք ուզում Սուրբ Հոգի լինել Սամսոնի նման։ Երբ որ թշնամին հանեց նրա աչքերը, կապեցին նրա թևերը, նա անզոր էր։ Սուրբ Հոգի, Սուրբ Հոգի, Սուրբ Հոգի հպվիր Տեր, հպվիր Տեր։ Շարժվիր այնպես, ինչպես որ դու ես ուզում մնալ նրա ներկայության մեջ։ Պետք չի շարժվես, պետք չի բացես աչքերդ, նայես ինչ է կատարվում։ Սուրբ Հոգի, մենք սպասում ենք քեզ։ Եղիր ազատ։ Պետք չի ամաչել, թաքցնել, սիրելիս, քո արցունքները։ Դվերը հեռանում են աղաղակների միջոցով, պսխման միջոցով, գոռալով։ Եղիր ազատ։ Թույլ տուր Սուրբ Հոգուն անի ինչ որ ինքն է ուզում։ Քո ազատությունը Սուրբ Հոգի։ Հանիր մեզ այդ կախարդանքից, հանիր մեզ այդ մրափից։ Սուրբ Հոգի, Սուրբ Հոգի, Սուրբ Հոգի։ Այն դևերը, որ թաքնված են, հիվանդությունների հետևում, ես հրամայում եմ Հիսուս Քրիստոսի զորավոր անունով։ Հիսուս Քրիստոսի զորավոր անունով, որ դուք բաց թողնեք իմ Աստծո մարդկանց։ Սուրբ Հոգի, թող Սուրբ Հոգի քո ազատությունը մնա նրա ներկայության մեջ։ Պետք չի թաքցնես ոչ մի բան, սիրելիս, եղիր ազատ։
Կան մարդիկ այստեղ, իրանք պահում են իրանց ազատագրումը։ Վտանգավոր է սիրելիս։ Թաքցնել, պահել, խաղալ, ապրել դևերի հետ։ Եղիր ազատ։ Այսօր այն օրն է, որ Աստված պատրաստել է քեզ համար։ Հալելույա, Սուրբ Հոգի։ Սուրբ Հոգի։ Սուրբ Հոգի, թող քո ներկայությունը ծածկի այստեղ ամեն մեկին։ Քո ներկայությունը Տեր։ Քո ներկայությունը Տեր։ Քո ներկայությունը թանկագին Սուրբ Հոգի։ Շնորհակալ ենք Տեր քո ներկայության համար։ Ողջ փառքը տալիս ենք քեզ։ Ողջ պատիվը տալիս ենք քեզ։ Եղիր մեծարված, փառավորված, Հայր, Որդի եւ Սուրբ Հոգի։ Ամեն։ Ես միշտ շատ բարձր ծափար ես ասում։ Շատ բարձր արժանավայել։ Կանգնիր ոտքերիդ վրա, սովորիր պատիվ տալ Աստծուն, կանգնիր ոտքերիդ վրա, սիրելիս։ Այստեղ նրա ներկայությունն է։ Բարձրացրա քո աղաղակները նրան, քո ծափերը նրան։ Ես ուզում եմ բոլորս մասնակցենք, բոլորս։ Հալելույա։ Բարձր, բարձր ծափարի։ Բարձրացրա քո աղաղակները նրան։ Հալելույա։ Ողջ փառքը պատկանում է մեր Աստծուն։ Կարող ես նստել Աստծո հրաշալի ներկայության մեջ։ Բոլորիդ ողջունում եմ, բոլորիդ սիրում եմ Հիսուսի սիրով։ Ոնց եք։ Լավ եք։ Ռիտադոտան ինչպես միշտ թուղթու գրիչը ձեռքնա։ Շատ ճիշտ ես անում Ռիտադոտա։ Քեզանից հետո քո երեխեքը կբացեն ու գնային։ Շատ կարևոր է։ Երբ որ դու Աստծո տուն ես գալիս, քեզ հետ ունենում ես գիրքը, սիրելիս, ունենում ես գրիչ, ունենում ես տետեր, որ դու գրի առնես։ Որտեվ այն ինչ որ լսեցիր այստեղ կարա գնա։ Բայց երբ որ դու գրում ես, համ լսում ես, համ գրում ես, դա միշտ մնում է քո մեջ, տպավորվում է։ Բարձր ուզում եմ ծափարես մեր Աստծուն։ Ողջ փառքը մեր Աստծունն է։ Գիտես Սուրբ Հոգին այնքան զգայուն է, ով գիտի։ Շատ զգայուն է ինքը։ Ինքը երբեք զաստավիտով, զորով քեզ ոչ մի բան չի անելու, չի գալու քո կյանքի մեջ։ Ինքը զգայուն է, դրա համար ամեն բան պիտի անենք, սիրելիս, որ մենք էլ իրան նմանվենք, լինենք զգայուն, լինենք բաց Սուրբ Հոգու համար։ Այնքան տխուր դեմքեր եմ տեսնում։ Պիտի ուրախ լինեք, որտեղ մենք ունենք Սուրբ Հոգուն։ Եթե այսօր դու տխուր ես, դա շատ վատ է, սիրելիս։ Այսօր դու պիտի լինես ուրախ։ Կապ չունի ինչ ճանապարհներով ես անցնում։ Գիտես, ես այնքան հավանում եմ առաջի դարի եկեղեցին։ Գիտես, իրանք իրանց կյանք ամբողջությամբ նվիրել էին Աստծուն։ Իրանք երկրի վրա հիմքեր չէին գցում։ Նրանց միակ նպատակն էր ավետարանը քարոզեին։ Այսօր ես կուզեմ, որ մենք էլ այդ ձև մտածենք, այդ ձև լինենք, սիրելի Աստծո ժողովուրդ, որովհետև այս կյանքը ժամանակավոր է։ Ժամանակավոր է, մեկս մի օր ուշ, մեկս մի օր շուտ, մեկը պիտի գնանք, սիրելիս։ Երկնային արքայությունը մեզ է սպասում։ Երկնային արքայությունը ինձ ու քեզ է սպասում, սիրելիս։ Բայց մենք այստեղ գործ ունենք անելու։ Մենք այստեղ գործ ունենք անելու, ես ու դու այստեղ գործ ունեմ անելու։ Ես ասա աննպատակ ծնունդ չեմ, ես ուղակի ծնունդ չեմ։ Նորից ասա, վստահ ասա, համարձակ ասա, սիրելիս։
Ասա ես ուղակի ծնունդ չեմ։ Ասա ես նպատակի ծնունդ եմ։ Հավատում ես դու քո խոսքերին։ Եթե հավատում ես դու կտեսնես ամեն լավ բաները քո կյանքում սիրելիս։ Դու պիտի իմանաս, որ այն ինչի միջով դու այսօր անցնում ես, բոլորս ենք անցնում։ Կա մեկը, որ չի անցնում։ Այդպիսի բան չկա։ Ու ամեն մեկս ունենք մեր խնդիրները, ամեն մեկս ունենք մեր տարօրինակ, չգիտեմ ինչերը սիրելիս, բայց մենք պիտի հասկանանք, որ այդ ամեն ինչը ժամանակավոր է։ Ժամանակավոր է սիրելիս։ Այն ինչի միջով դու այսօր անցնում ես։ Ասա այն ինչի միջով ես հիմա անցնում եմ։ Դա ժամանակավոր է։ Գիտես, բայց եթե դու ունես հիվանդություն լուրջ, դու պիտի դրանից ազատվես։ Դու կարաս ուղղակի անցնես խնդիրների միջով, որ դու ուժեղանաս։ Բայց եթե դու այսօր տառապում ես հիվանդությունից ու ասում ես փառք Աստծո, սա ժամանակավոր է, չէ, Աստված ինքը Հիսուսը խաչի վրա գինա վճարեց սիրելիս, որ մենք լինենք ազատ մեղքից, մահից, անեծքից։ Հասկանում ես սիրելի քրիստոնյաներ, սիրելի Աստծո ժողովուրդ, սիրելի Աստծո ժողովուրդ, այսօր քո կյանքում կան խնդիրներ, ցավեր, դու պիտի ազատագրվես դրանից։ Ցանկացած հիվանդության հետևը դևեր են թաքնված։ Ու դու պիտի գտնես որտեղից է գալիս դա, որն է արմատը, որն է խնդիրը, սիրելի Աստծո ժողովուրդ։ Միգիտես մենք միշտ պայքարում ենք հետևանքի հետ, չէ՞։ Մենք չգիտենք պատճառները որտեղ են։ Մենք պիտի պատճառի հետ կռվենք։ Իսկ այսօրվա քրիստոնյաներս մենք չենք հասկանում, ինչքան իրական է հոգևոր աշխարհը։ Մենք միշտ հետևանքների հետ ենք կռվում։ Մենք միշտ պայքարում ենք հետևանքի հետ։ Մենք պիտի պայքարենք, կռվենք հոգևոր աշխարհի հետ, սիրելիս։ Մեր պատերազմը մարդու դեմ չի։ Մեր պատերազմը, սիրելիս, մարդու արյան մարմնի դեմ չի։ Հոգևոր իշխանությունների, պետությունների դեմ է, սիրելի Աստծո ժողովուրդ։ Այսօր մենք պիտի դա հասկանանք։ Այսօր սատանան կարա փակի մեր աչքերը, կապի մեր թևերը, ու մեր պատերազմը մենք անենք մեր հարազատի հետ, մեր բարեկամի հետ, մեր ընտանիքի անդամների հետ։ Ես չգիտեմ ինչի եմ սա ասում, ես սա չեմ խոսալու այսօր։ Մենք պիտի հասկանանք, որ բոլորս էլ միս ու արյուն ենք։ Չէ՞ նայ քո կողքը նստածին, ինքը մսից ու արյունից է։ Միս ու արյուն է, ոնց որ դու ես։ Ոնց որ ես եմ։ Մենք պիտի կռվենք սիրելիս սատանայի դեմ, դևերի դեմ։ Մենք ունենք այդ իշխանությունը, մենք կարանք։ Հիսուսի իշխանությունը ինձ ու քեզ է տվել, Հիսուսի իշխանությունը տվել է եկեղեցուն։ Ու այնքան կարևոր է, որ այսօր դու լինես եկեղեցում, սիրելիս։ Գիտես, մինչև որ մենք ճանաչեցինք Հիսուսին, ով գիտի, որ մարդու ներսում կա գահ, կա բազմոց, ով գիտի։ Կա բազմոց։ Հայտնություն 3-րդ գլուխ 20 խոսքում եկեք բացենք այդ տեղը։ Եթե չունես Աստվածաշունչ, նշի անպայման։ Հայտնություն 3-րդ գլուխ 20 խոսքում շատ են կարդացել այս տեղը։ Գիտես այսօր քրիստոնյաներիս մոտ ինչ է կատարվում։ Խոսքը բոլորս լավ գիտենք։ Տեղերը բոլորս լավ գիտենք։ Անկամ երբ որ այստեղից խոսքա գնում, գիտես քո մեջ այսպիսի բաներ կարա լինի։ Հա այդ խոսքը էս խոսքն է։ Հա այդ խոսքը անգիր գիտենք։ Բայց խոսքը նրա համար չի, որ մենք անգիր իմանանք։ Խոսքը նրա համար է, որ մենք կատարենք, որ մենք ապրենք, սիրելի Աստծո ժողովուրդ։ Ու մեր սրտի ներսում կա գա, կա բազմոց, գեղեցիկ։ Ու մինչև Հիսուսին ճանաչելը, Հիսուսին ընդունելը, նրան բազմել են դևերը, սատանան։ Սիրելիս, եթե քո ծնողները, քո տատերը, քո նախնիները չեն եղել քրիստոնյաներ, իրական քրիստոնյաներ, այնտեղ բազմած ա եղել հենց ինքը սատանան։ Ու նա ոնց ուզեցել է ղեկավարել է, ոնց ուզեցել է շարժվել է։ Ու երբ որ ընդունում ենք Հիսուսին, հայտնությունում այստեղ գրված է, ահա ես դռան առաջին կանգնած եմ ու թակում եմ։ Ասում եմ մեկը, եթե մեկը լսի իմ ձայնը դուռը բացի, կմտնեմ նրա մոտ, ընթրիք կանեմ, նրա հետ եւ նա ինձ հետ։ Ում մոտ է գրված։ Գիտես մենք գալիս ենք Հիսուսին։ Այդ բազմոցը տալիս ենք Հիսուսին։ Նստում է Հիսուսը։ Ու գիտես Հիսուսը այնտեղ ուզում է աշխատանք կատարի։ Այնտեղ շատ բաներ կան։
Գիտես մեր կյանքերում այսօր կարան իրավիճակներ տեղի ունենան, անգամ կարան մտքեր գան, որ դու դա չհասկանաս, որտեղից է։ Անգամ դու զարմանաս, դրանք քոնը չեն։ Դրանք այն խնդիրներն են, այն մտածելակերպն, այն մտքերն են, որոնք տանջել, սպանել են, հաղթել են քո ծնողներին, քո նախնիներին։ Ու գալով Հիսուսին, սիրես դու ամբողջությամբ պիտի քո այդ գահը ամբողջությամբ նվիրես Հիսուսին։ Ու ասես ինչ ուզում ես դու արա։ Ինչ ուզում ես արա, ոնց ուզում ես շարժվիր։ Ու երբ որ Հիսուսը գալիս է, սիրես, այնտեղ պիտի Հիսուսը ամբողջությամբ մաքրի ու սրբի։ Այնտեղ պիտի քանդի տարիներով կառուցած ամրությունները, ինչ որ սատանան կառուցել է։ Խնդիրները, իրավիճակները, հիվանդությունները, դրանց հետևը թաքնված են դևերը, սիրելիս, մի ապրի այդ բաների հետ։ Երբ որ Հիսուսը գալիս է, Մատթեոս ավետարանում տեսեք ինչ ասում Հիսուսը։ Մատթեոս ավետարան 5-րդ գլուխ։ 5-րդ խոսքում ասում է. «Երանի հեզերին, որ նրանք կժառանգեն երկիրը»։ Երբ որ Հիսուսը գալիս է նստում է քո սրտի այդ գահին, նա ուզում է քեզ դարձնի հես։ Իրա նման։ Հիսուս ասավ. «Ինձ նմանվեցեք, որտեվ ես հեզ եմ ու սրտով խոնար»։ Հիսուս ուզում է քեզ դարձնի հես, սիրելիս։ Գիտես, բայց այնքան դժվար է, որ մենք դառնանք հես Հիսուսի նման։ Ո՞վ է տեսել Մել Գիբսոնի հանած Հիսուսի կինոն։ Ո՞վ է տեսել։ Գիտես, մի քանի օր առաջ եմ տեսել։ Շատ անգամներ ենք տեսել։ Ու գիտես, վերջում, որ իրա վրա խորժելի տեղ չկա, այդ փշեպսակը դրած, աչքը հանած, արյունը թափվում է, կաթում է։ Գիտես, որ դա իրականությանը մոտ է։ Այդ ֆիլմը իրականությանը մոտ է հանած։ Այնտեղ երբ որ իրան քացախ են տալիս, ինքը գիտես ինչ է ասում, ծեծում են, ինչ ասես անում են, ինքը ասում է. «Հայր, ներիր իրանց»։ Այսօր դու կարաս ներես ինչ որ մեկի։ Կողքիդ նստածը մի փոքր քեզ թեք է նայում։ Արդեն քո մոտ մեջդ ինչ որ բաներ է բարձրանում։ Բայց երբ որ Հիսուսը գալիս է մեր սրտի գահին է նստում, բազմում, ուզում է թագավորի, մենք պիտի հնազանդենք, նա ուզում է մեզ դարձնի իր նման հես։ Առաջին իր նման հես։ Երկրորդը 6-րդ խոսքում ասում է. «Երանի նրանց, որ սոված ծարավ են արդարության»։ Նա ուզում է մեզ դարձնի արդար։ Մինչև Հիսուսին հանդիպելը մենք արդար չենք եղել, սիրելիս։ Արդար չենք եղել։ Ամեն ինչով էլ զբաղվել ենք, ամեն ինչ էլ արել ենք, անգամ մտածել ենք։ Հիսուս ուզում է գա դարձնի մեզ արդար։ Սիրելի Աստծո ժողովուրդ, գիտես, ես այդ Աստծուն եմ հավատում։ Աստված իր խոսքի հետևը կանգնած է։ Աստված ինքը արդար Աստված է, արդար դատավոր է։ Ես այդ Աստծուն եմ հավատում, ես չեմ հավատում, որ ասում են Աստված իմ ձայնը չի լսում, Աստված չի բժշկում, Աստված ինձ չի ազատագրում։ Քննիր քո ներսը։ Երկրորդը 7-րդ խոսքում ասում է. «Երանի ողորմածներին, որ նրանք ողորմություն կգտնեն»։ Աստված ուզում է քեզ դարձնի ողորմած։ Մինչև այդ դու անողորմ ես եղել, չար ես եղել, դաժան ես եղել։ Բայց հիմա նա ուզում է քեզ դարձնի ողորմած։ Իրա նման, նա իրա նման է քեզ դարձնելու։ Գիտես, բայց դա շատ դժվար է։ Դժվար է։ Շատ դժվար է, սիրելիս։ Մենք ժամանակ առ ժամանակ այդ գահից հանում ենք, տեղափոխություններ ենք անում։ Հանում ենք Հիսուսին, ու այնտեղ գալիս է նստում է հենց իր տերը, առաջվա տերը։ Սատանան։ Աստծո խոսքում ասում է, չէ, մի մարդ չի կարա երկու տիրոջ ծառայի։ Որ ասում ենք մամոնա, մարդիկ հենց հասկանում են միանգամից դա ֆինանսների մասին է։ Ոչ, մամոնան դա սատանայի անուններից մեկն է, սիրելիս։ Հիսուսը ուզում է քեզ նմանացնի իրեն։ Շարունակությունում 8-րդ խոսքում ասում է նրանց, որ սոված են, մաքուր են, որ նրանք Աստծուն կտեսնեն, որ սրտով մաքուր են։ Սրտով մաքուր։ Աստծուն այսօր պետք են սրտով մաքուր մարդիկ։
Այսօր ինչեր կա քո սրտում։ Գիտես միայն դու ու Աստված։ Գիտեք միայն դու ու Աստված։ Բայց գիտես այնտեղ շատ բաներ կան, որ դուր չեն գալի Աստծուն։ Ու մենք թույլ չենք տալիս, որ Աստված հանի այդ սրտից փոկի, որտեվ դա ցավոտ է մեզ համար, որտեվ դա մեզ դուր է գալիս, որտեվ մենք կպած ենք դրանից։ Այսօր քրիստոնյաներս մենք ապրում ենք դիմակներով։ Քրիստոնյայի դիմակներ ենք դնում։ Ինտերնետներում շատ եմ տեսնում, ով է տեսել, որ մայր ծնողը դուրս է գալի տանից, պիտի կրծքով կերակրի, շշի մեջ կաթ են լցնում ու պապան մամային նկարա դնում է դեմքին, ով է տեսել։ Մամային նկարա դնում է դեմքին ու կաթով կերակրում է երեխան։ Երեխան պատկերացնում է, որ դա իր մաման է ու կաթիկը ուտում է։ Գիտես, այսօր մենք քրիստոնյաներս դրա նման ենք։ Քրիստոնյայի դիմակ ենք հագել, ու մեզ թվում է, թե մենք քրիստոնյա ենք։ Սիրելիս, այս ինչ որ ասում եմ, Հիսուս ուզում է մեզ նմանեցնի իրեն։ 9-րդ խոսքում ասում է Երանի խաղաղություն անողներին, որ նրանք Աստծո որդի կկոչվեն։ Խաղաղություն անողներին, սիրելիս։ Եթե դու այսօր ման ես գալիս, կան քրիստոնյաներ, շատերին ես ճանաչում եմ, ու ես զարմանում եմ։ Դες ման են գալիս, որ միտեղ մտնում են, չէ, պետք է անպայման կռիվ ստեղծեն։ Բայց գիտես Աստված ինչ է ասում։ Ասում է Երանի նրանց, որ խաղաղություն են որոնում։ Ուր որ գնաս ու պիտի քո ոտքին այնտեղ տանի խաղաղություն։ Անկամ եթե մտնում ես կռիվների մեջ, պիտի այնտեղ մի անգամից մտնոլորտը խաղաղվի, սիրելիս։ Իսկ այսօր շատ դժվար է։ Դրա համար այսօր մեր կյանքերում չկան փոփոխություններ։ Դրա համար գալիս ես, քո կյանքում ոչ մի բան չի փոխվելու, սիրելիս, որտեվ քո սրտի գահից դու հանել ես վաղուց Քրիստոսին։ Վաղուց Քրիստոսը չի նստում քո գահին։ Վաղուց Քրիստոսին դու դուրս ես վռնդել, կներեք, որ այսպես եմ ասում։ Ինչ որ ասում եմ այսօր առաջինը ինձ ա վերաբերում, սիրելիս։ Այսօր մենք պիտի ունենանք այդ ինչ որ զգում էր Հիսուսը։ Հիսուսի բնավորությունը, նրա զգացմունքները պետք է գա մեր կյանքի մեջ։ Այսօր դա է Աստված ուզում։ Իսկ եթե քո սրտի գահին նստած է հենց ինքը սատանան, Հռոմեացիներ առաջի գլուխը եկեք կարդանք։ Այս ինչ որ տեղեր ես ձեզ տալիս եմ, երբ որ գնաս տուն, ամբողջ գլուխը բացի ու կարդա։ Հռոմեացիներ առաջի գլուխ։ Այստեղ Պողոսը տեսեք ինչ է ասում։ 16-րդ խոսքում Պողոսն ասում է, որովհետև ես Քրիստոսի ավետարանը ամոթ չեմ համարում, որովհետև Աստծո զորությունն է փրկելու համար ամեն հավատացողին, առաջ հրեային, հետո հույնին։ Որովհետև Աստծո վարդարությունը նրանով հայտնվում է հավատքից հավատքի մեջ, ինչպես գրված է, թե արդարը հավատքից կապրի։ Այսօր գիտես քրիստոնյաներից մեջ ինչ է, հեսա կշարունակեմ։ Այսօր ինչ է, բոլորս Աստծո խոսքը շատ լավ գիտենք, անգիր գիտենք, շատ լավ գիտենք Աստծո խոսքը, շատ լավ է, ես դրան կողմ եմ։ Գիտես ինչի, որ քո կյանքում ինչ-որ խնդիրներ կան, խոսքը քեզ համար է պետք, սիրելիս, որ երբ որ քո կյանքում իրավիճակներ է գալիս, դու չես արմարվում, որտեվ դու օրենքը գիտես, երբ որ գալիս է հիվանդությունը, դու ասում ես, բայց գրված է, որ նրա վերքերով ես բժշկված եմ, դու խոսքով դուրս ես գալիս սատանայի դեմ, խոսքը քեզ համար է պետք։ Երբ որ գալիս է աղքատությունը, երբ որ տեսնում ես քո ֆինանսների հետ ինչ որ բան այն չի, ու դու հավատարիմ ես։ Եթե հավատարիմ չես, սիրելիս, պետք չի աղոթես երկար։ Ասես այս որտեղից է, ինչ է, պիտի լինես հավատարիմ։ Եկեք գիտես ինչ անենք, եկեք չլղենք Աստծո խոսքը։ Հիմա ժամանակը եկել, որ Աստված պիտի ցույց տա ծառայություն անողի ու չանողի տարբերությունը։ Հիմա այդ ժամանակահատվածն է, սիրելի Աստծո ժողովուրդ։ Խոսքը մեզ համար է պետք։ Այսօր մենք Աստծո խոսքը գիտենք։ Այսօր քրիստոնյաներից մոտ գիտես ինչ է, ճահճացած վիճակ։ Ով է տեսել ճահիճ, որ ինքը հոսալու տեղ չունի, երգեր չկան, որ ինքը շարժվի։ Ով է տեսել ճահիճ։ Իր մեջ մամուրներ են, կանաչ գույն, ու իր մոտով որ անցնում ես, հոտ է գալիս։ Իսկ ով է տեսել հոսացող գետ, անգամ լիճ որ հոսում է, կապ չունի, եթե հոսում է ինքը, նա մաքուր է։ Անգամ կարաս ձեռքդ տանես ու խմես։ Աստված ուզում է մենք լինենք այդ մաքուր ջուրը,
Որտեւ ինքը ասա քո ներսից կենթանի ջրի գետեր պիտի բխեն։ Նա չի ասել որ պիտի դառնաս այդ ճահիճը, որ քո վրա այս պիտի հոտ գա։ Այսօր մենք այդ ճահիճին ենք նման, սիրելիս, մենք խոսքը գիտենք, մենք լճացած ենք։ Քեզ պետք է խոսքը երբ որ գիտես, գնաս 10 ինչ որ ունես մարդկանց։ Այսօր Աստված դա է ուզում ինձանից ու քեզանից։ Շարունակության մեջ տեսեք ինչ է ասում։ Հռոմեացիներ առաջի գլուխ 21-րդ խոսքում դու ամբողջ գլուխը կկարդաս։ Ասում է, որովհետև Աստծուն ճանաչելով նրան Աստծոպես չփառավորեցին։ Սա մեր մասին է խոսում, այսօրվա քրիստոնյաներից մասին է խոսում։ Աստծուն ճանաչելով նրան Աստծոպես չփառավորեցին կամ շնորհակալ չեղան։ Պետք է շնորհակալ լինես, սիրելիս։ Ինչի միջով որ դու անցնում ես, շնորհակալ եղի Աստծուն։ Կապ չունի ուրախությունա, տխրությունա։ Դու ասա շնորհակալ եմ Տեր։ Գոհացող սիրտ ունեցիր։ Գոհացող սիրտը սիրելիս դեղից շատ լավ է։ Դեղից լավ Աստված է ասում, Աստված է մեզ պահանջում, սիրելիս։ Կապ չունի ինչ որ մեկը քեզ ինչ որ բան տվեց, մի ասի, «Էս ինչ է»։ Շատ եմ նկատել։ Ինչ որ մեկը կանֆետ է տալիս։ Դու ասում ես, «Վայ, ես դա չեմ սիրում»։ Գիտես վերցրա։ Ասա շնորհակալ եմ, թող Աստված քեզ օրհնի։ Մի ասես, «Ես որտեղից է»։ Ես նրա ձեռքից չեմ վերցնի, չեմ ուտի։ Անկամ եթե չես էլ ուտի, վերցրա սիրելիս։ Գոհացիր, օրհնիր այդ մարդուն։ Եղիր Հիսուսի նման, սիրելիս, Աստծո ժողովուրդ։ Ու շարունակության մեջ դες ինչ է ասում։ Նորից եմ կարդում, ասում է, որովհետև Աստծուն ճանաչելով նրան Աստծոպես չփառավորեցին եւ շնորհակալ չեղան։ Այստեղ բոլորս էլ ճանաչում ենք Աստծուն, ես գիտեմ, եթե դու Աստծո խոսքը կարդացել ես, դու Աստծո խոսքը գիտես, դու ճանաչում ես, սիրելիս։ Այստեղ ասում է, այլ իրենց մտածմունքներում ունայնացան եւ նրանց անմիտ սրտերը խավարվեցան։ Անմիտ սիրտը խավարվեց։ Երբ որ քո սրտում, ներսում, գահին նստած է սատանան, խավարված է այնտեղ։ Այնտեղ ոչ մի լուսավոր կետ չկա, սիրելիս։ Դա անգամ մարդիկ են նկատում։ Ու շարունակությունը 28-րդ խոսքն եմ կարդում։ Ասում է, եւ ինչպես որ չընտրեցին Աստծուն ունենալ իրենց գիտության մեջ, Աստված մատնեց նրանց անարգ մտքի, որ անարժան բաներ գործեն։ Սա մեր մասին է խոսում, սա այսօր քրիստոնյաներից մասին է խոսում, որ մենք այսօր դատարկ նստած ենք, որ մենք Աստծո խոսքը գիտենք ու նստած ենք, պահում ենք մեր մեջ, լճացել ենք։ Ասում է, որոնք լցված են ամեն անիրավությունով, պոռնկությունով, անզգամությունով, մենք դառնում ենք անզգամ, ագահությունով։ Ագահությունը դա դև է, սիրելիս։ Ագահությունը թույլ չի տալիս, որ դու տասնոր զոհաբերություն, որտեվ գիտի, որ դու խոնարհվեցիր, տվեցիր, Աստված պիտի օրհնի քեզ։ Աստված պիտի բացի իր աշտեմարանը ու օրհնի քեզ։ Այնտեղ շարունակությունը ասում է չարությունը, լիքը նախանձով, մարդասպանությունով, կռիվներով, նենգությունով, չարաբարոյությունով, քսուներ, բամբասողներ, աստվածատողներ, թշնամանողներ, ամբարտավաններ, գոռոզներ, չար բաներ հնարողներ, ծնողներին անհնազանդներ, անմիտներ, ուխտադրուժներ, անգութներ, անհաշտներ, անողորմներ։ Պատկերացնեք, երբ որ գնաս տուն անպայման նորից կարդա։ Քննի այսօր որը կա քո կյանքում։ Քննի, սիրելիս։ Ասում է, որ Աստծո իրավունքները հասկանալով, թե այսպիսի բաներ գործողները մահի արժանի են։ Ոչ թե միայն այս բաներն անում են, այլ գործողներին էլ կամակից են լինում։ Սիրելի Աստծո ժողովուրդ, հեռու փախի նմանատիպ բաներից, երբ որ գնաս տուն բացի կարդա, որը կա քո կյանքում։ Որը կա, ուխտադրուժներ։ Գիտես, երեք եկեղեցուց գալիս ենք ծառայությունից։ Ու մեկը զանգում է ինձ, որ գիտես, երկար կարելի ասել 2 տարի է ես իրան անմեջ զանգում եմ։ Իր աղջիկա կյանքում բժշկություն էր եղել։ Անջատեք հեռախոսները։ Իր աղջիկա կյանքում բժշկություն էր եղել, եկան եկեղեցի մի քանի ժամանակ ու սկսեցին չգալ։ Զանգում եմ, չեմ պատասխանում, զանգում եմ այդ աղջիկան ինքը ասում է, ժամանակ չունեմ, փախնում է։ Երբ որ տեսնում եմ այգիներում փախնում է, ու երեք զանգել է իր մաման ինձ, զարմացա։ Ասում ինձ զանգում են։
զանգել ասում է ինքը շատ վատ է, շատ ահավոր։ Բժիշկներն ասել են ամեն վարքյան կարա ինքը մահանա։ Երեխա է 18-17 տարեկան։ Սիրելիս ուխտադրուժը, երբ որ դու ուխտի մեջ ես մտնում Աստծո հետ, շատ կարևոր է որ դու լինես եկեղեցում։ Դու եկեղեցում պաշտպանված ես, Աստծո ժողովուրդ։ Եկեղեցում մենք չենք տեսնում, մենք Աստծո ծածկոցի տակ ենք։ Աստծո ծածկոցի տակ ենք, պետք չի փախչել։ Գիտես, մեզ թվում է եկանք, բժշկվեցինք, ազատագրվեցինք, վերջ, գնացինք, վերջ։ Ոչ, Աստծո խոսքը ինչ է ասում, մեզ զգուշացնում է։ Դևերը դուրս են գալիս, գնում են անջուր տեղերում պտտվում են։ Հետո գալիս են տեսնում են դատար կա, տաննա, պարապա, ոչ մի բան չի անում, գնում է վերցնում է 7 ավելի ուժեղներին, ասում այդ մարդու վերջ ավելի վատ է լինում։ Ես չեմ ասի դե ինչեր է կատարվում այդ երեխու հետ։ Իհարկե պիտի գնանք, կապ չունի որ մեր զանգերին չի պատասխանել։ Մենք Աստծո սիրտը ունենք։ Մենք պիտի անենք նենց ոնց որ կվարվեր Հիսուսը, սիրելի Աստծո ժողովուրդ։ Այսօր Աստված ուզում է որ մենք ուղղակի չխաղանք, իրական քրիստոնյաներ լինենք։ Մատթեոս ավետարան 5-րդ գլուխ։ Գիտես, ես նորից եմ ասում, խոսքը կարևոր է, որ մենք խոսքը լավ գիտենք։ Շատ լավ գիտենք։ Դա մեզ համար է։ Մի քանի օր առաջ խոսում ենք մեր Աբովյանի ծառայողներից մեկի հետ, խոսում է ֆինանսական բնագավառում, որ ֆինանսները մի քիչ ոնց որ այն չի։ Ու երեք եկել է ուրախ ասում է, գիտես, որ մենք չհարմարվեցինք, աղոթեցինք, ամուսնուս աշխատավարձը բարձրացրել են։ Գիտես, այնքան կարևոր է, որ դու չհարմարվես։ Երբ որ դու Աստծո խոսքը գիտես, դու արդեն օրենքով դուրս ես գալիս սատանայի դեմ։ Դա մեզ համար է լավ, սիրելիս, բայց մենք շատ կարևոր գործ ունենք։ Եկեք բացենք Մատթեոս ավետարան 5-րդ գլուխ 20 խոսքում։ Հիսուսը տեսեք ինչ է ասում։ Ասում է, որովհետև ասում եմ ձեզ, եթե չավելանա ձեր արդարությունը ավելի քան դպիրներինը եւ փարիսեցիները, բնավ չեք մտնի երկնքի արքայությունը։ Գիտես, դպիրները, փարիսեցիները շատ լավ գիտեին Աստծո խոսքը, նրանք սովորեցնում էին։ Ավետարանը նրանք չէին քարոզում։ Այլ ընդհակառակը, երբ որ Հիսուսը գնում էր, ավետարանը քարոզում էին, նրանք ամեն բան անում էին, որ խանգարեին։ Ինչ որ մի պատճառ էին բռնում։ Եթե, սիրելիս, նորից եմ կարդում այստեղը, եթե չավելանա ձեր արդարությունը ավելի քան դպիրներինը եւ փարիսեցիներինը, բնավ չենք մտնելի երկնքի արքայությունը։ Մեզ պետք է որ Աստծո խոսքը իմանանք։ Մեզ պետք է որ Հիսուսին սիրենք։ Մեզ պետք է որ մեր սրտի գահին նստած լինի Հիսուսը։ Հիսուսը, սիրելիս, թույլ ինչ որ ուզում է ինքը անի։ Հովհաննես ավետարան 14-րդ գլուխ, արի ինձ հետ բացի։ Կարամ անգիր ասեմ, բայց ուզում եմ տպավորվի, սիրելիս։ Հիսուսի խոսքերը Հովհաննես ավետարան 14-րդ գլուխ։ Այստեղ մոտիկանում է իրան Հուդա անունով իր աշակերտներից Իսկարիովտացին չի, որ մատնեց Հիսուսին։ 22-րդ խոսքից եմ կարդում։ Ասեց նրան Հուդան, ոչ թե Իսկարիովտացին, Տեր, ինչ է որ մեզ կհայտնես քեզ եւ աշխարհին ոչ։ Հիսուսը պատասխանեց եւ նրան ասեց. Եթե մեկը ինձ սիրում է, իմ խոսքը կպահի, եւ իմ հայրը կսիրի նրան, եւ նրա մոտ կգանք, բնակություն կանենք նրա մոտ։ Խոսքը պահել, կատարել, դա ո՞րն է, ավետարանը քարոզել, սիրելիս։ Ավետարանը քարոզելն է այսօր։ Այսօր Աստված դա է ասում, ինչ որ գիտես, տանես, հասցնես մարդկանց, 10 մարդկանց։ Անկամ եթե պրավալներ ես ունենում, ոչինչ դրանից մի տխրի։ Անողը Աստված ինքն է, սիրելիս։ Աստված ինքն է։ Հիշում եք, ես պատմում էի ձեզ մի հատ երեխայի մասին, որ ինքը կոմայի մեջ էր, արդեն 8-րդ ամիսն էր լրանում։ Գիտես, երբ որ Վրաստան էի, իր մաման գրեց ինձ, թե Նարաքուրիկ ջան, ինչ որ ասում եմ, գաղտնիքներ չկան, որտեղ բաց է ամեն ինչ։ Նարաքուրիկ ջան, ուզում եմ աղոթենք։ Մենք միշտ աղոթում ենք, էկրանը բացում ենք, աղոթում ենք։ Ու մի բան նկատեցի, որ իր մոտ, գիտես, այդ հավատքը, գիտես, սառել էր։ Ինքը ասում եմ, սիրելիս դու ոնց որ խուճապի մեջ ես, ասում հա, բժիշկներն ասել են, որ իր ուժերը սպառվել է, վերջ։ Ինքը լույս չունի։
Ես իրան ասում եմ, գիտես, քո երեխան հիմա չի տանջվում։ Ասում եմ, բա լաց է լինում, ասում եմ, կապ չունի, ինքը չի տանջվում, իր մաման ուղղակի չգիտեր ինչ անի, որ իր երեխան լաց է լինում, ու ինքը ոչ մի բան չի կարողանում անի։ Ամբողջ օրը զանգել եմ, խոսացել ենք։ Ինչքան ընդեղ եմ եղել, խոսացել ենք, աղոթել ենք։ Ու մեկ է գիշերն է ժամը 12-ն, մեկ է ծնգոց։ Նարաքուր Արտյոմս գնաց Հիսուսի մոտ։ Ու մի անգամից զանգում եմ իրան, մի անգամից։ Ասում եմ, ես այնքան փառք եմ տալի Աստծուն։ Ես հասկացա, ասում եմ, որ Աստված ձեզ հանդիպացրեց մեզ, ինձ հետ։ Ասում եմ, որ ես չխելագարվեի։ Ասում եմ, ինչ կլիներ, եթե դուք հայտնված չլինեիք իմ կողքին։ Պատկերացնում ես։ Այսօր երբ որ դու հայտնվում ես ինչ-որ մեկի կողքը, օգնում ես։ Գիտես, սիրելիս, եկել է ժամանակը, որ Աստված ծառայողներին օրհնելու, օգնելու։ Երբ որ ես հասնում եմ ինչ-որ մեկի օգնում եմ, Աստված ինձ է օգնում։ Եթե ես ինչ-որ մեկի աչքերի արտասունքը սրբում եմ, Աստված էլ իմ աչքերի արտասունքն է սրբում։ Եթե ես ինչ-որ մեկի կերակրում եմ, Աստված էլ ինձ է կերակրում։ Այդպես է։ Այդպես է, սիրելիս։ Այդպես է։ Կարևորը, գիտես, ինքը մխիթարված, ասում եմ, ես մխիթարված եմ, որ իմ երեխես երկնքում է։ Պատկերացնում ես, սիրելիս, ինչպիսի ճակատագրեր կան, որ սպասում են ինձ ու քեզ։ Ինչպիսի ճակատագրեր։ Եկեք դուրս գանք այդ ճաճացած վիճակից։ Դուրս արի, սիրելիս։ Հեսա հարության տոննա։ Եկեք գիտես ինչը, նախանձավոր լինենք։ Այդ օրը ինչի է մենակ այդ օրը, սիրելիս, դուրս գանք ավետարանչության, մարդկանց փրկենք, մարդկանց պատմենք Հիսուսի մասին։ Այդ օրը գիտես ձվերի օր չի, որ մարդիկ ներկում են, նստում ուտում, վեր կենում։ Այդ օրը ամենակարևոր տոնն է, սիրելիս։ Նորից եմ ես կարդում, ասում եմ, եթե մեկը ինձ սիրում է, իմ խոսքը կպահի, եւ իմ հայրը կսիրի նրան։ Հայրը սիրի նրան, եւ ասում եմ, նրա մոտ կգանք, բնակություն կանենք նրա մոտ։ Բնակություն կանենք նրա մոտ։ Երկրորդ Տիմոթեոս երկրորդ գլխում ավայթեմ։ Ասում եմ, մեկ տան մեջ, մի հատ մեծ տան մեջ, ասում եմ, կա արծաթեղեն ու ոսկեղեն ամաններ, բացի այդ, ասում եմ, կա փայտի եւ հողի ամաններ։ Աստված չի ուզում, որ դու լինես փայտի կամ հողի աման։ Աստված քեզ նախասահմանել է, որ դու լինես ոսկուց կամ արծաթից։ Գիտես ինչի, որտեղ արծաթը եւ ոսկին հենց այնպես չեն ստանում։ Մինչեւ արծաթ ոսկի դառնա, նրանք որոշակի ճանապարհ են անցնում, որ դառնա ոսկի եւ արծաթ։ Ով հաճույք կստանա, որ իրան ոսկի կամ արծաթի ինչ որ նվեր տան կամ բաժակով ջուր խմի։ Ով հաճույք կստանա։ Բոլորս ճիշտ է։ Աստված ուզում է, որ ամեն մեկս լինենք դա, սիրելիս։ Մենք ենք ուղակի ընտրում։ Մենք։ Ղուկաս ավետարան Մատթեոսում է այդ պատմությունը, եկեք բացենք Մատթեոսը։ Մատթեոս ավետարան 21-րդ գլուխ 28-րդ խոսքում Հիսուսի խոսքերն է։ Դու ամբողջ գլուխը կկարդաս Մատթեոս ավետարան 21-րդ խոսքը։ 28-րդ խոսքից եմ կարդում։ Բայց ինչպես է երևում ձեզ։ Մի մարդ երկու որդի ուներ։ Հիսուսի խոսքերն է։ Եվ եկավ առաջինին ասեց. Որդի գնա այսօր իմ այգումը բան արա։ Նա էլ պատասխանեց ասեց. չեմ կամենում։ Բայց հետո զղջաց եւ գնաց։ Եվ մյուսի մոտ գնաց եւ ասեց այնպես։ Նա էլ պատասխանեց եւ ասեց. կգնամ տեր։ Եվ չգնաց։ Հիսուսն ասում է մի մարդ երկու որդի ուներ այգի։ Ասում է գնաց մեկին ասեց. գնա իմ այգում գործ արա։ Այգին, սիրելիս, դա այս աշխարհն է։ Այս ամեն բանը պատկանում է, ճիշտ է, մենք այսօր սատանայի տիրապետության տակ ենք, սա սատանային է պատկանում, բայց մեր Աստծո ձեռքերի տակ է ամեն բան, նրա հսկողության տակ է, սիրելիս։ Ու Աստված ասում է, այնտեղ ասում է, այդ մարդը ասում է իր երկու որդիներից մեկին. գնա իմ այգում բան արա։ Ասում է, նա ասում է, չեմ գնա, բայց հետո զղջում է ու գնում է։ Հաջորդին գնում է, ասում է, նույն բանն ասում, գնարա, ասում է, կանեմ։ Ու չի անում։ Ու հիմա Հիսուսի
Խոսքի շարունակությունը 31-րդ խոսքում ասում է. հիմա այս երկուսից որը արավ հոր կամքը։ Նրան ասեցին առաջինը։ Հիսուսը նրանց ասեց. ճշմարիտ ասում եմ ձեզ, որ մաքսավորները, պոռնիկները ձեզանից առաջ կմտնեն Աստծո արքայությունը, որովհետև Հովանեսը եկավ ձեզ մոտ արդարության ճանապարհով եւ չհավատացիք նրան, բայց մաքսավորները, պոռնիկները հավատացին նրան եւ դուք տեսնելով չզղջացիք հետո որ հավատաք նրան։ Հասկանում ես, սիրելիս։ Այսօր Աստված ուզում է, որ մենք զղջացող սիրտ ունենանք, որ մենք գնանք ու իր այգում աշխատանք անենք, որ չասենք կգնամ ու չգնանք, ընդհակառակը գնանք, ասենք կգնամ ու կգնանք։ Իր այգում գործ կա անելու, շատ գործ կա անելու։ Աստծո ժողովուրդ։ Այսօր Աստված ինձանից ու քեզանից դա է պահանջում։ Նա ուրիշ ոչ մի խնդիր չունի։ Նրա խնդիրը մեկ բան է՝ ավետարանը քարոզել։ Դուրս արի այդ ճահճացած վիճակից։ Եթե դու այսօր քո կյանքում կան խնդիրներ, իրավիճակներ, պատկերացրու սիրելիս, պիտի դուրս գաս, այդտեղից մի ելք գտնես դուրս գաս։ Դա այդ ճահճացած պահն է, որ երկել չկա, որ ջուրը դուրս գա։ Աստված ուզում է հանի քեզ այդտեղից դուրս գաս, որ քո ներսից այդ գետերը, այդ ջրերը, այդ մաքուր ջրերը հոսեն, որ պետք է մարդկանց, որ պետք է մարդկանց այդ ջուրը շատ կարևոր բան է, ճիշտ է։ Շատ կարևոր բան է ջուրը, սիրելիս։ Ու ամենավերջի տեղը Առաջի Տիմոթեոս Առաջի Տիմոթեոս 3-րդ գլուխ 16-րդ խոսքում Եվ հայտնապես մեծ է աստվածպաշտության խորհուրդը։ Մեզ թվում է վերջ։ Աստված ջան, ես քեզ սիրում եմ, ես քեզ սիրում եմ, ես քեզ սիրում եմ, վերջ։ Դա է աստվածպաշտությունը։ Չէ, ասում է խորն է, մեծ է աստվածպաշտության խորհուրդը, սիրելիս։ Աստված հայտնվեց մարմնում, արդարացավ հոգով, երևացավ հրեշտակներին, քարոզվեցավ հեթանոսներին, հավատացվեցավ աշխարհքումը եւ վերացավ փառքով։ Այս նույն ճանապարհով պիտի անցնի իրական քրիստոնյան։ Այն քրիստոնյան, ում գահին նստած է Հիսուս Քրիստոսը։ Այս ճանապարհով մենք պիտի անցնենք, սիրելիս։ Մենք այստեղ այս երկրի վրա մարմնի մեջ ենք, ճիշտ է։ Ո՞վ է մարմնի մեջ։ Մարմնի մեջ ենք, մենք պիտի թողնենք։ Հիսուսն էլ եկավ մարմնի մեջ, որտեղ ուներ գործ, հատուկ ցելով էր եկել, հատուկ նպատակով էր եկել։ Ես ու դու հատուկ նպատակ ունենք այստեղ այս երկրի վրա։ Շարունակությունը դες ինչ է ասում։ Հայտնվեց մարմնում, արդարացավ հոգով։ Սուրբ Հոգին մեզ պիտի արդարացնի, սիրելիս։ Դու պիտի լինես Սուրբ Հոգու հետ միշտ։ Երևացավ հրեշտակներին, հրեշտակները միշտ պիտի պաշտպանեն քեզ, որ քո ոտքը քարին չեղնի։ Քարոզվեցավ հեթանոսներին, ու մոտ է գրված։ Հեթանոսները աշխարհը մեզ է սպասում, ինձ ու քեզ է սպասում։ Ու ասում է վերացավ փառքով։ Պատկերացնում ես, բոլորից վերջը պիտի գա մի օր։ Հիշում եք, երբ որ Ստեփանոսին քարկոծում էին, նրա հոգևոր աչքերը բացվեց ու ասավ. տեսնում եմ Հիսուսին կանգնած։ Այդ դա է այստեղից գնալ փառքով, սիրելիս։ Աստված ուզում է, որ բոլորդ էլ հեռանաք այստեղից փառքով։ Այս բոլոր ճանապարհներով իրական քրիստոնյան պիտի անցնի։ Եթե իհարկե քո սրտի գահին նստած է Հիսուսը։ Ո՞վ է նստած այսօր քո սրտի գահին։ Ո՞վ է նստած։ Ո՞վ է նստած, սիրելիս։ Երբ որ գնաս տուն, նայի, համեմատիր։ Բացիր Մատթեոս ավետարան 5-րդ գլուխ համեմատիր կա Հիսուսի այդ թվարկածները, հեզ, խոնար,
մաքուր, արդար, խաղաղարար, ողորմած, այո։ Շատ բաներ կա այնտեղ։ Այդ ամեն բառը ու ինքը ունի իր մեծ հասկացողությունը, սիրելիս։ Եկեք ուղղակի հանենք այդ դիմակները։ Եկել է ժամանակը, որ մեր կյանքերում երևա Հիսուսը։ Որ մեր կյանքերում երևա Հիսուս Քրիստոսը։ Որ քո մասին մարդիկ լսեն, չասեն, հա։ Ու ոչ մեկի մասին չասեմ, նարան, հա գիտենք իրան։ Այն գողը, կամ այն բամբասողը, կամ այն սուտի քրիստոնյան, ով է լսել նմանատիպ արտահայտություններ։ Շատ եմ լսել։ Դրա համար քո մոտ ոչ մի բան չի ստացվում, որտեղ քո սրտի գահին Հիսուսը չի նստած։ Սիրելիս։ Ճիշտ է, մենք կարծիքներով չենք ապրելու, բայց կա ժամանակ, որ մարդիկ ճիշտ են ասում։ Ճիշտ են ասում, սիրելիս։ Եղիր մաքուր, արդար։ Պետք է չականջդ կախես, թե քո մասին ինչեր են ասում։ Վատ բաներ են ասելու։ Լավի հետ վատ բաներ են ասելու։ Մեկը ինչքան ուզում ես արդար երևա, ասելու են։ Սատանան ինքը քնած չի։ Բայց դու կարևորը, ես միշտ ասում եմ, կարևորը մենք այդ մարդը չլինենք։ Ինչ ուզում են, թող ասեն։ Սիրելի Աստծո ժողովուրդ, իմ կոչն է, որ այսօր դուրս հանես քո սրտի գահից սատանային։ Իր արմատներով, իր ամեն ինչով հանիր։ Թող գա այսօր քո ներսում բազմի նստի թագավորի Հիսուսը։ Կանգնիր հիմա քո ոտքերի վրա, սիրելիս։ Պետք չի երաժշտություն մեզ, պետք չի։ Այստեղ ուղղակի խոնարհեցրու քո գլուխը։ Թանկագին Սուրբ Հոգի։ Կարող ես հիմա մեղ մաղոթել։ Մի նայ ոչ մեկի։ Թանկագին Սուրբ Հոգի, ես խնդրում եմ Տեր, որ այսօրվա այս խոսքը փոխի մեր կյանքերը։ Առաջինը ինձ փոխի Տեր, հետո մնացածին։ Թանկագին Սուրբ Հոգի, ես խնդրում եմ Տեր, Սուրբ Հոգի, մենք քո կարիք ունենք Տեր միայն։ Քո կարիքը Սուրբ Հոգի, հիմա բարձրացրած ձայնը տաղոթիր։ Քիդոլարա շադալարա բասանդալա կադալարա շիդոլո բորոդո սոդոգրոբո սոնդորո բոլորո հիդալա բարալարա սադակադարա բասանդա իդո նոբրոբո ջոլորոբո սոբրոբո կոնդո հիդա նիբարալարա սադագրիդա կադարալարա սանդա իդո նոբրոբո ջիդորոբո սիդալա գարադա սանդա իդո նոբրոդո քրոդորոլո սոնդո կոմբրաբա սանդա Edo nabrala gridara da gidorobo somba. Ido nobrolo gridara chidolorobo sobrobo somba. Hida nibrala gidara da sambraba shanda. Hido logoro doloro jorobo sobrobo somba. Ida labraba chidolorobo kodoro somba. Eda nibrala gradaraba chidorobo sobrobo somba. Edo nobrolo gridaraba gidalaraba samba. Hido loboro dolorobo gida griba samba. Փոխիր մեր կյանքերը տես, փոխիր մեր կյանքերը տես, բացիր մեր հոգևոր աչքերը տես, մենք ուզում ենք տեսնել, մենք ուզում ենք հասկանալ տես, Kidorobo gidoloborobo gedalabra bashanda, hidala gadara basanda gedolorogia, hidobrobo joborobo somba, hidana braba jadalabra bashanda, հիմա ձերքը դիրքով որովայնին, աղոթի լեզուներով սիրելիս, հիդորոբորոբո սոբրոբո շոնդո, հիդալա բարաբա շալարաբա սամբա, ասա Հիսուս ինձ դարձրա քեզ նման, ես ուզում եմ իմ սրտի գահին գաս ու բազմես դու, հիդոլոբորոդո սոբրոբո շոնդա, Hidala braba gidorobo sodogrobo somba, hidala braba gidoloborobo sonda, hidala baradala rabashanda grebo somba, hidolobrodo sokorobo somba, hidala braba gidorobo somba, hidala braba shadagada rabasanda. Hallelujah, Տեր, Սուրբ Հոգի թանկագին, ես խնդրում եմ Տեր, որ դու քո հոգով այցելես ամեն մեկին, որտեվ քո խոսքն ասում է Տեր, ոչ ուժով եւ ոչ զորությամբ, այլ քո հոգով ամեն բան։ Ես խնդրում եմ Տեր, Սուրբ Հոգի, որ դու քո հոգով այցելես ամեն մեկին Տեր ջան, հպվիր ամեն մեկին Տեր, փոխիր ամեն մեկի կյանքը, թող յուրաքանչյուրիս կյանքում գա քո գիտակցությունը Տեր, մենք սկսենք հասկանալ, տեսնել Տեր ջան, թե հոգեպես, թե ֆիզիկապես Տեր ջան, Հիսուս Քրիստոսի զորավոր անունով,
Ու ամենակարևոր տեղը, որ ես չկարդացի, Մատթեոս ավետարան 21-րդ գլխի այդ շարունակությունը։ Հիսուսի խոսքերն է։ Հիսուսը նրանց ասեց 42-րդ խոսքից եմ կարդում 21-րդ գլուխ։ Հիսուսը նրանց ասեց. դուք երբեք չեք կարդացել գրքումը, այն քարը, որ շինողներն անարգեցին, նա եղավ անկյունի գլուխ։ Սա Տիրոջից եղավ եւ մեր աչքերի առաջին զարմանալի է։ 40-րդ խոսքը ամենակարևոր բանն է։ Սրա համար ասում եմ ձեզ, որ Աստծո արքայությունը ձեզանից վեր կառնվի եւ մի ազգի կտրվի, որ նրա նոր պտուղներ կբերի։ Եվ այս քարի վրա ընկնողը կփշրվի եւ ում վրա որ ընկնի կջարդի նրան։ Սիրելի, թե մենք Աստծո գործը չանենք, Աստված ինչ որ ունենք մեզանից կվերցնի ու կտա ինչ որ մեկի։ Մեզ պետք է որ սիրելիս Աստծուն պետք է որ պտուղ բերեն, նա հիմքը շեշտը դնում է պտուղ բերելու վրա։ Աստծո ժողովուրդ։ Ասա Հիսուս։ Ես որոշում եմ կայացնում։ Այսօր արի իմ սրտի գահին բազմի դու։ Սատանա, ես հրաժարվում եմ քեզանից, քո գործերից, քո ծրագրերից։ Հիսուս, դու ես իմ Տերը, դու ես իմ Փրկիչը, դու ես իմ առաջնորդը, դարձրա ինձ քեզ նման։ Ամեն։ Ես ուզում եմ օրհնել քո շաբաթը, բարձրացրա քո ձեռքերը։ Հիսուս Քրիստոսի զորավոր անունով ես օրհնում եմ քո շաբաթը։ Եղիր օրհնված, հաջողակ, երջանիկ։ Ես քանդում եմ ինձ տրված իշխանությունով սատանայի բոլոր գործերը, ծրագրերը քո կյանքում, քո ընտանիքում, քո աշխատանքի վայրում։ Եղիր օրհնված, հաջողակ, երջանիկ։ Ու սիրելիս, միշտ զգուշություն արա քո սրտին։ Միշտ փակի սրտի դուռը սատանայի համար։ Թող այնտեղ բազմի ու թագավորի միայն Հիսուսը։ Բարձր ծափարի Աստծուն։ Ողջ փառքը նրան է պատկանում, ողջ պատիվը նրան է պատկանում, ողջ մեծությունը նրան է պատկանում։ Գնա Աստծո ուրախությամբ լցված, սիրով լցված սիրելիս։ Ու միշտ եղիր գոհացող, ունեցիր գոհացող սիրտ։